ինձ փողոցներում շատ մարդիկ հանդիպելիս ասում են Արտուր ջան, ում լսենք, ում հավատանք, ամեն ինչ փչացրել են, այնքան են խաբել։ Եվ ես այդ հարցին նաև ուզում եմ պատասխանել հրապարակայնորեն։ Դուք, հարգելի բարեկամներ, ոչ թե լսեք, թե ով ինչ է ասում, այլ դուք լսեք, թե ով ինչ չի ասում։ Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտը արհեստականորեն բաժանել են ընդդիմադիրների և իշխանավորների, այդ բաժանումը շատ արհեստական է, շատ արհեստական։ Իրանք իրար հետ կապված են տարբեր կապերով և գլխավորը այդ կապերից առևտրային կապն է, գլխավորը այդ կապերից փողն է։ Եվ իրենք մեկը մյուսի հասցեին ասում է բաներ, որ իրեն չվնասի, այն մյուսն էլ այն մյուսի հասցեին ասում է բաներ, որ իրեն չվնասի։ Ու բնականաբար այդ ամենը տարածվում է այս մարդկանց սպասարկող բլոգերների, ժուրնալիստների, խմբագիրների, այսպես շարունակ, լրագրողների, ժուրնալիստ չէ, լրագրողների վրա, դեպուտատների վրա։ Առավոտից երեկո իրենց սպասարկող լրատվականները խոսում են Նիկոլ Փաշինյանի դավաճանության մասին, միայն ու միայն Նիկոլ Փաշինյանի լրատվականներն էլ առավոտից երեկո խոսում են միայն ու միայն այն հանգամանքների մասին, որը իրենց թույլատրված է։ Բերեմ 1-2 օրինակ, ես այս ամենի մասին խոսել եմ և շարունակում եմ խոսել, շարունակելու եմ խոսել։ Եվ եթե չգիտեմ, նախկինում ինձ 10 մարդ էր լսում, հիմա ինձ լսում են հազարավոր մարդիկ։ 2024 թվականն էր, եթե չեմ սխալվում, ես մի շարք սկսեցի, որը ապացուցում էր ևս մեկ անգամ, փաստարկում էր ևս մեկ անգամ հեղափոխության կեղծ լինելը, 24 թվականի հունվարն էր, եթե չեմ սխալվում, եւ այդ վիդեոները ու վիդեոների մեկնաբանությունները 4-5 օրվա ընթացքում ունեցել էր 1.5 մոտավորապես միլիոն դիտում, 1.5 մոտավորապես միլիոն դիտում միայն իմ էջից։ Այնպես որ շարունակելու եմ այս ամենի մասին խոսել եւ ես վստահ եմ, որ կգա ժամանակը ու հայ ազգին այս օրը գցած տականքները կկանգնեն Աստծո դատաստանի առաջ։ Այս նախկինները, ներկաները, ընդդիմադիրները, ոչ ընդդիմադիրները 2023 թվականի դեկտեմբերին, հարգելի բարեկամներ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացնում, որ Արցախում տրված վարկերի 70%-ի պատասխանատվությունը ստանձնում է ինքը եւ 30%-ն էլ առևտրային բանկերը որոշում են դուրս գերել։ Սա մեկ փաթեթ է։ Արցախի տարածքում տրված է եղել $800 միլիոն վարկ։ Հիմա հարց է առաջանում, ամեն ինչ խախտող, ամեն ինչ եւ ամեն նորմ խախտող, արդարության մասին խոսող, հեղափոխություն իրականացրած Սամադուր Պադդոննկը $800 միլիոն 70%-ը պետությունն է ստանձնում, այսինքն քաղաքացին է ստանձնում։ Հիմա հարց է առաջանում, կայացրել ես այդ որոշումը, լավ ես արել։ Բայց չես ուզում հրապարակես, պարոն 16-րդ վարչապետ, ամենախոշոր վարկառուները ովքեր են եղել։ Ամեն ինչը խախտել ես, այդ բանկային գաղտնիքի մասին այդ օրենքը, այդ ինչ է, որ չես ուզում խախտես, պարոն վարչապետ։ Ամեն ինչը խախտել ես, կոմերցիոն նորմերի վերաբերյալ օրենքը, այդ ինչ է, որ չես ուզում խախտես։ Էս էլ խախտի։ Ինչի՞ չես խախտում։ 2 տարի անցել է, մարդկանց հետաքրքիր է։ $800 միլիոն վարկային փաթեթը ձևավորվել է Մարտակերտի, Ասկերանի, Հադրութի
բնակիչների, ուսուցիչների սպառողական վարկերից, թե այսպես կոչված քո ասած քրյա օլիգարխիկ վիժվածքների $100,000, $800,000, $2 միլիոն վարկերից։ Բայց եթե այդպես է եղել, հրապարակի թող մարդիկ էլ իմանան, թե ում վարկերն են։ Իրենք փակում։ Իրենք համ փակում են իրենց սպառողական վարկերը, հիպոթեքային վարկերը, համ քո ասած արցախյան կլանի վարկերը, բայց հրապարակի իմանան, ինչի՞ չես հրապարակում, որովհետև իրար հետ եք դուք, պարոն վարչապետ, որովհետև դուք իրար հետ եք, որովհետև դուք միմյանց հետ կապված եք առևտրային անխախտ կապերով եւ Երանի այն հային, հարգելի բարեկամներ, Երանի այն հային, ով կարողանա այդ կապերը կտրել, ամբողջությամբ ցուցադրել այդ ամենը ժողովրդին եւ պատժել սրանց։ Պատերազմից առաջ, հարգելի ընկերներ, եղել են մարդիկ, ովքեր իրենց հեկերը մաս-մաս վաճառել են ադրբեջանցիներին։ Այսինքն Քելբաջարի շրջանում, Լաչինում ենթադրենք հեկեր են ունեցել եւ զորքերի դուրս բերման բան եղել, գրաֆիկ է տրված եղել, համաձայնեցված եղել ադրբեջանցիների հետ, թե երբ պետք է զորքերը Լաչինից դուրս գան, Քելբաջարից դուրս գան եւ ճարպիկ հայերը որոշել են ադրբեջանցիների հետ կապի մեջ մտնեն, թեպետ իմ կարծիքով իրենք միշտ էլ կապի մեջ են եղել։ Եվ ասեն, մինչև այսինչ օրը, այսինչ ժամը մենք պետք է զորքերը պետք է դուրս գան, մենք այստեղ X արժեք ունեցող կապիտալներ ունենք, խնդրեմ կես X-ով ձեզ ենք վաճառում, ես մոտավորապես եմ բացատրում, հա, վիճակը, կես X-ով ձեզ ենք վաճառում, եթե չէ մենք կպայթեցնենք, կտրակացնենք, կվառենք, մի հատ վնաս կտանք, ադրբեջանցիների համար ըստ էության բան է եղել, հարմար առաջարկ եղել եւ իրենք որոշել են շատ դեպքերում իրենք որոշել են գնել հեկերը հայերից։ Հիմա այդ անձինք, հարգելի ընկերներ, ովքեր ադրբեջանցիների հետ այդ ողբերգությունից հետո մտել են առևտրային կապերի մեջ, մի հատ էլ Հայաստանի Հանրապետության կառավարությունից կոմպենսացիա են ստացել։ Եվ սրա մասին առաջինը ասողներից մեկը հենց ինքը Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետն է եղել մամուլի ասուլիսի ժամանակ։ Դուք գիտեք, որ երբեմն Նիկոլ Փաշինյանը ջղայնանում է, ասում է բաները, որը վնասում է նաև իրեն։ Հետո ասում են, էս ինչի ասեցի, էլի։ Հա։ Այդպիսի բնավորություն ինքը ունի, միշտ է դա ցույց տվել։ Միշտ է դա արել։ Հիշում եք մի անգամ քննիչ հանձնաժողովի ժամանակ ասած դե ես էլ եմ երբեմն մտածում, որ եկել էր Արցախը, ինչ որ Արցախի հետ կապված ոչ պոպուլյար որոշումների ժամանակ եւ իշխանությունը ուղղակի տվեցին մեզ։ Այդպիսի բաներ ինքը շատ է ասում։ Հիմա էլի եմ ասում, կարծես թե պիտի ահա ընդդիմությունը դուրս գար ասեր, դու այդ դավաճաններին ինչի ես կա պետական բյուջեից կոմպենսացիա տվել։ Իրանք պիտի դատվեին։ Այսինքն ոչ թե պիտի դատվեր Միքայել arczepiskopos-ը, այլ այն մարդիկ, ովքեր առևտրային հարաբերությունների մեջ են մտել թշնամու հետ, վաճառել են հեկերը, մի հատ էլ ուզել են կոմպենսացիա ստանալ, սրանց այդ միայն այդ մտքի համար, հա այդ պիտի դատվեն։ Բայց դու ոչ թե դատել ես այդ մարդկանց, դու նաև փող ես տվել փաստորեն այդ մարդկանց, հա ընդդիմության համար սա մեծ կռվան պետք է լիներ Փաշինյան Նիկոլի դեմ պայքարում, բայց ընդդիմությունը լռում է։ Որևէ ընդդիմադիր չեք կարող տեսնել, որ այս հեկերի հարցը հանկարծ պարլամենտում բարձրացրած լինի, որովհետև իրենց ղեկավարներինն է եղել ամենայն հավանականությամբ այդ հեկերը։ Մյուս կողմից, հարգելի ընկերներ, նիկոլականները պիտի դուրս գային, սլակները ուղղեին դեպի ընդդիմություն եւ ասեն, «Էս ինչ դավաճանություն եք դուք արել»։ Այս բանանելով, հա, այսպես մի քիչ գույները մքացնելով, այնտեղ զինվորները զոհվում էին ադրբեջանցիների կրակի տակ, դուք մյուս կողմից բան եք անում, վաճառում եք ձեր հեկերը, ձեր առևտրի մասին եք մտածում, եւ նաեւ իշխանությունն է լուր, իշխանական լրագրողներն են լուր, բլոգերներն են լուր, Պետրոս Ղազարյանը այս հարցի մասին երբեք չի խոսի։ Եվ սա եւս, եւ այսպիսի դերվակները շատ են, եւ սա եւս մեկ ֆրագմենտ է, որը ապացուցում է, որ սրանք
իրար հետ գտնվում են լրջագույն կապի մեջ։ Եվ միայն լրագրողների միջոցով փորձում են երևալ, որ մեկը մյուսի հետ հակոտնյա են։ Կեղտոտ գործ կար անելու, հարգելի բարեկամներ, ընտրեցին ամենանենգ գործակալին, այդ գործակալն էլ գերակատարեց։ Հայ առաքելական եկեղեցու, այսպես հետ որ նայում ենք, հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարներ պետության կողմից իմ կարծիքով նոր չէ սկսված։ Վաղուց է սկսված եղել, դեռ Նիկոլ Փաշինյանից առաջ։ Դեռ Նիկոլ Փաշինյանից առաջ։ Եվ այս պայքարի ուղղորդումը ես ուղղակի վստահ եմ, այն որ ասում են թուրքերն են անում, ադրբեջանցիներն են անում, շատերն ասում են հրեաներն են անում, ոչ թուրքերն են անում, իմ կարծիքով իհարկե, իմ կարծիքով, ոչ թուրքերն են անում, ոչ ադրբեջանցիներն են անում, առավել եւս ոչ էլ հրեաներն են անում, առավել եւս ոչ էլ ռուսներն են անում։ Այլ տեղից է լրիվ այլ տեղից է, այն տեղից է, որի ղեկավարը կանչում էր Արմեն Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանին, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, Ալիևին, Սերժ Սարգսյանին, Միքայել Մինասյանին եւ տարբեր պարգևներ էր տալիս։ Իմ կարծիքով այս պայքարը ուղղորդում են հենց իրենք։ Բայց դա սուբյեկտիվ էլի եմ ասում, սա շատ սուբյեկտիվ կարծիք է, որ Վատիկանը կապ ունի այս ամենի հետ։